Անհոր և ոգու և ոգի սրբով, ամեն։ Երբ գնաք մի վերցրեք ձեզ հետ ոչ կոշիկ, ոչ մախաղ և ոչ էլ հանդերձ, որտև մշակն արժանի է իր վարձին։ Այսպես ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս, պատվիրեց ավելորդ որևէ բան չվերցնել, ոչ քսակ, ոչ մախաղ և ոչ էլ հանդերձ, որտև Աստված ի սկզբանե առանց հանդերձի էր ստեղծել մարդուն, մերկ էր ստեղծել, որպեսզի չզգեստավորվի աշխարհով, այլ զգեստավորվի լուսեղեն պատմուճանով։ Մերկ չէր իրականում, որովհետև լուսեղեն պատմուճան իր վրա ուներ և այդ լուսեղեն պատմուճունը թաքցնում էր նրա մերկությունը։ Բայց մեղանչելուց հետո կորցրեց իր լուսեղեն պատմուճանը և մերկացավ և անհրաժեշտություն եղավ ծածկվելու։ Եվ ահա այսպես բոլոր ադամորդիները Ադամի մեղանչումից հետո ուզում են ծածկվել, ուզում են հանդերձ հագնել։ Իրականում ոչ թե իրենց մարմինն են իրենք ծածկում, այլ իրենց ներքինն են ուզում ծածկել։ Երեք հանդերձ կա։ Առաջինը մեղքն է, որ հագնում են մարդիկ, որտեղ մտածում են, որ մեղքը կզգեստավորի իրենց կգեղեցկացնի, ուզում են փափուկ, հանգիստ, խաղաղ, ուրախ, զվարթ, մեղսալից կյանքով ապրել։ Եվ Աստված պատվիրում է, որ մերկանանք մեղքի հանդերձը։ Հանենք մեզ վրայից հին մարդ է, ինչպես Պողոս առաքյալն է ասում, զգեստավորեք նոր մարդով, Քրիստոսով զգեստավորեք, որտեղ Քրիստոս նշանակում է Քրիստոս նրա վրա է, Քրիստոս նա է, քրիստոնյան։ Ուրեմն պետք է զգեստավորենք նոր մարդով, հանենք հին պատմուճանը։ Մարդը նաև մտածում է, որ ինքը փառքով, պատվով, հարստությամբ կարող է զգեստավորվել, որտև ով չունի փառք, պատիվ, գումար, իշխանություն, հեղինակություն, ապա ոչինչ է այս աշխարհում, մտածում են աշխարհի մարդիկ, բայց Քրիստոս ասում է, ոչինչ է աշխարհի փառքն ու պատիվը խոտածաղկի նման չորանում է վերանում։ Ուրեմն մենք պետք է նաև աշխարհի փառք ու պատիվը, հարստության պատրանքները, իշխանությունն ու հեղինակությունը մարդկային մերկացնենք մեզ վրայից, այլ Քրիստոսի փառքը պետք է հագնենք։ Պետք է փնտրենք ոչ թե մարդկային աշխարհի փառքը, այլ աստվածային փառքը, միակ փառքը, որ երկնքից է գալիս։ Իսկ երրորդ զգեստը, որ մարդը հագնում է, մարմինն է իրականում, որովհետև հոգու հանդերձանքն է մարմինը, քանի դեռ մարմինը կա, հոգին ծածկված է նրանով, բայց Քրիստոս պատվիրում է, որ եթե անհրաժեշտ է նաև այս հանդերձանքը մերկանանք, որովհետև Տերն ասում է, մի վախեցեք նրանից, որ մարմինն է սպանում, այլ վախեցեք նրանից, ով հոգին է սպանում, մարմնի հետ միասին գեհենի տանջանքներում։ Ուրեմն եթե պետք լինի, ապա պետք է մենք նաև մեր մարմինը, մեր հոգին էլ հանձնենք Տիրոջ ձեռքը, բայց Տիրոջ պատվիրանը, երկնքի արքայության գանձը երբեք չկորցնենք, հավատքը երբեք չկորցնենք։ Ուրեմն հավատքը պատվական է հոգուց էլ և մարմնից էլ, և հավատքով է, որ հոգին ու մարմինը կենդանանում է։ Եթե պետք է մեր մարմինը պետք է հանձնենք մահվան, հոգին հանձնենք Տիրոջ ձեռքը, բայց երբեք հավատքը չկորցնենք։ Այսպիսին էին սուրբ առաքյալները, Թադեոսն ու Բարդիոմեոսը, որոնց տոնն է այսօր։ Տիրոջ պատվերի համաձայն գնացին ավետարանը քարոզելու, մկրտելու հոր որդու և Սուրբ Հոգու անունով։
Սկզբում հայոց աշխարհ եկավ Թադեոսը, մտնելով Եդեսիա, այնտեղ դարձի բերելով Աբգար թագավորին, որ դարձավ առաջին քրիստոնյա թագավորը, այնուհետև ներթափանցելով Հայաստան, որ այդ ժամանակ Սանատրուկ Արշակունի թագավորի իշխանության ներքո էր։ Սանատրուկը չընդունեց Տիրոջ խոսքը, լսեց, բայց նրա սրտում աստվածային սերմերը պտուղ չտվեցին, չարմատակալեցին, բայց նրա դուստրը, Սանդուղտը, գեղեցիկ սքանչելի տատրակը ընդունեց Տիրոջ պատվերը և դարձավ ամբողջ աշխարհի առաջին սրբուհին, որ նահատակվեց հանուն Քրիստոսի, ըստ մեր ավանդության, որից հետո նահատակվեց նաև Թադեոս Առաքյանը, մերկացավ իր հանդերձը և հագավ Քրիստոսի պատմուճանը, լուսեղեն երկնային պատմուճանը հագավ, ոչինչ էր համարում այս աշխարհը և ինչ որ կա նրա մեջ, գտել էր անգին Մարգարիտը իր մարմնի ագարակում թաքնված և վաճառեց մարմնի ագարակը, այսինքն հոգու հանդերձը, և գնեց անգին Մարգարիտը երկնքի արքայությունը ու մտավ հավիտենականություն։ Նրան հաջորդեց Բարդողոմեոս Առաքյալը, որ կրկին Տիրոջ պատվիրով պարսկական տարածքներում և ասում են մինչև Հնդկաստանը իսկ հասել է, քարոզելուց հետո եկավ Հայաստան և կրկին հանդիպեց Սանատրուկին, որ մնացել էր իր անզղջության քարսրտության մեջ, դարձի բերեց Սանատրուկի քրոջը այս անգամ Վագուհու, ինչի համար սաստիկ չարչարանքների ենթարկվեց և եկեղեցական վարքագրությունն ասում է, որ Սուրբ Բարդողոմեոս Առաքյալին մորթազեր ծաղեցին, այսինքն ամբողջ կաշին մերկացրին, բառացիորեն մերկացավ իր մարմնից։ Սուրբ Թադեոս Առաքյալը Տիրոջ պատվերը կատարեց, թե մի մերցեք ձեր հետ հանդերձ, իր մարմնի հանդերձը մերկացավ, ամբողջովին մորթազեր ծաղեցին Սուրբ Բարդողոմեոս Առաքյալին և նահատակության պսակը եռակի անգամ ընդունեց, որտև Սուրբին մորթազեր ծառեցին, այնուհետև իջեցին, գլխատեցին։ 3 տեսակի չարչարանքների ենթարկվեց, 3 անգամ նահատակվեց հանուն Քրիստոսի և եռակի մարտիրոսության պսակը ստացավ երկնքի արքայության մեջ։ Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ կենդանու տեսակ կա, որ թանկարժեք մորթի ունի, բայց երբ տեսնում է, որ որսորդները հետապնդում են իրեն, արագ այդ մորթին հանում է ու փախչում, գիտի, որ իր մորթու համար են իրեն հետապնդում, ասում է վերցրեք իմ կյանքը խլենք, այդպես էլ մենք այս իմաստուն կենդանու նման պետք է լինենք, երբ չարը սատանան մեզ հետապնդում է, գայթակ խսնում ու մեղքի մեջ է ուզում գցել, իր մեղքը հանձնենք իրեն, մերկանանք աշխարհի փառքից, մեղքից, հարստությունից, ասենք քոնը քեզ, մենք չենք ուզում, դա մեզ հետ երկինք չենք տանում։ Բայց նաև իմաստուն թագավոր կա, որ հավաքեց իր բոլոր զավակներին ու նրանց նոր զգեստներ պարգևեց, նվիրեց։ Քանի որ իր բոլոր զավակները արդեն հին զգեստները պատառոտել էին և նորն էին ուզում, և դրանցից մեկը միայն չէր պատառոտել իր զգեստները, որովհետև ապրել էր անհոգությամբ, չէր աշխատել, չէր չարչարվել, չէր տանջվել, այլ խնամել էր իր զգեստը, որպեսզի մարդկանց աչքին լավ երևար, իսկ մյուսները չեն խնամել իրենց զգեստը, այլ մտածել էին, որ աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան զգեստը։ Եվ ահա թագավորը այդ որդուն իր չուզեց տալ նոր զգեստ, ասաց, քո զգեստը նոր է, քեզ նոր զգեստ չեմ տալու։ Եվ սա արագ գնաց, պատառոտեց իր շորերը և եկավ ասաց. Տեր արքա, խնդրում եմ ինձ էլ նոր զգեստ տուր։
Եվ այդպես արքան տվեց նրան նոր զգեստը։ Այս աշխարհում Աստված բազմաթիվ զավակներ, ովքեր չեն խնամում իրենց մարմինը աշխարհի համար, ուտելով, խմելով, արբենալով, մեղքեր վայելելով, այլ հանուն Աստծո մաշում են իրենց զգեստը պահքերով, աղոթքներով ու ճգնություններով, բարի գործերով, պատառոտվում է նրանց մարմնի զգեստը, բայց Քրիստոս նոր զգեստ է, լուսեղեն պատմուճանն է տալիս երկնքի արքայության մեջ։ Իսկ նա, ով խնամում է իր մարմինը մեղքի համար է խնամում, այս աշխարհի համար է խնամում, Տերը նոր զգեստ չի տալու։ Եթե ոչ զղջա հետ կանգնի, պահքերով, աղոթքներով պատառոտի իր զգեստը, մաշի իրեն ճգնություններով, անժամանակ Քրիստոսից նոր լուսեղեն պատմություն կստանա։ Ամեն։